Եվ ընտրությունը հետևյալն է. Հայաստանի քաղաքացիները 2026 թվականին պետք է մի ընտրություն կատարեն, ում տեսածին են իրենք վստահում, իրենց աչքերին են վստահում, թե Զատուլինի աչքերին են վստահում, իրենք համաձայն են, որ մենք էլի մտնենք այն պատմության մեջ, այն պատմության ցիկլի մեջ, որը սկսվել է 1800 ոչ թե 1800-ականներին, հեսա կարող եմ ասել մոտավորապես 1850-ականներին եւ ավարտվել 2023-ին, 22-23-ին, այդ ընթացքում ինչ ա եղել։ Մենք հասկանում ենք այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, այն որոշումները, որոնք ես կայացրել եմ, այդ որոշումները մի բանի մասին են։ Ես էլի ուզում եմ ուրախությամբ եւ հպարտությամբ եւ դառնությամբ դա նշեմ, որովհետեւ այս ամեն ինչը շատ ողբերգական իրադարձությունների արդյունքում է տեղի ունեցել։ 2024 թվականի ապրիլին մենք այդ պատմական ցիկլից դուրս ենք եկել։ Մենք դուրս ենք եկել պատմության զոհասեղանին դրված ազգի եւ պետության կարգավիճակի եւ ոտք ենք դրել ազատ ինքնիշխան զարգացող խաղաղ պետության ճանապարհին եւ այդ ճանապարհը անցել ենք եւ ասեմ ձեզ անցնում ենք սպասվածից շատ ավելի մեծ արագությամբ եւ արդյունավետությամբ։ Հիմա այս ընտրությունը ինչի մասին է լինելու 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է մտնում ենք 1856-ից 53-56-ից 2022-23-ի ուղեցիր թե շարունակում ենք խաղաղության, ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, զարգացման, ապաշրջափակման եւ ի վերջո երջանկության ուղեկիցը։ Ուրիշ բանի մասին չի այս ընտրությունը։ Բա ի՞նչ է տեղի ունենում ձեր կարծիքով ինչի համար այս ամեն ինչը։ Հարց է տրվում, ասում է վարչապետի տեխնացու առաջադրվել, ինչ կասեք։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձն է։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարագրելու, որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Եվ գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ես գիտեմ ինչ է զգում եւ ինչ է մտածում մեր ժողովուրդը։ Եթե ես չիմանայի ինչ է զգում եւ մտածում մեր ժողովուրդը եւ ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող ա հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում եւ բ այս ամեն ինչի միջով անցնելով շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Եվ թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Եվ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ եւ այլն, չեք տեսնելու։ 2026 թվականի հունիսի 8-ին մենք բոլորս արթնանալու ենք նոր նրանք ովքեր գիշերը քնելու են մենք արթնանալու ենք մի Հայաստանում ես 1850-ական թվականներին մասին ասացի, բայց
2026 թվականի հունիսի 8-ին մենք արտանալու ենք մի Հայաստանում, որը շարունակումը, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ Թագավորի սպանությամբ։ Այսինքն Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերադառնալու է իր օրգանիկ պետականակենտրոն պատմությանը եւ այդպիսով ապահովելու է սեփական պետության հարատեվությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։